Զրուցում ենք մեր ձևով ժողովրդական շարժման անդամ Անդրանիկ Գևորգյանի հետ։ Արդեն 5 ամիս է Սամվել Կարապետյանը ապօրինի անազատության մեջ է գտնվում։ Կխնդրեմ ասեք, թե այս 5 ամիսների ընթացքում առհասարակ ինչ տեղի ունեցավ։ Նախ մեկ նախադասության համար, որ եկեղեցու համար կպայքարենք մեր ձևով կալանք, հետո նաև հեծի խլման գործընթացը ու դրան զուգահեռ նաև փորձեցին այլ գործեր առաջ քաշել իշխանությունները, իրավապահները, որոնք եւս հիմք չունեին։ Այս ամեն ինչից ելնելով կարող ենք ենթադրել, որ սա այնուամենայնիվ կարող է թշնամու կողմից հրահանգ լինել Հայաստանի իշխանություններին։ Այն ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում արդեն ամիսներ առաջ արտաքին օրակարգերի թելադրանքով բոլորիս համար պարզ է եւ իրադարձությունների այս հերթականությունը, ինչպես որ հասկանում ենք, թե ինչպես է տեղի ունենում քաղաքական հետապնդում բարերարի նկատմամբ, այնուհետև կալանավորում, այնուհետև մի շարք այլ հոդվածների առաջ քաշում, սա ենթադրում է իրենից, որ իշխանությունները վախում են Սամվել Կարապետյանի ազդեցությունից ու դերից, որ Սամվել Կարապետյանը կարող է ազատության մեջ գտնվելով հասարակության լայն շրջանակներում շրջադարձային փոփոխություններ մտցնել տրամադրությունների հետ կապված, իրավիճակների հետ կապված եւ սա sense ինչ-որ շղթայական ձևով փորձում են այնպես անել, որ լրացնեն ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց կամ ընդհանրապես երկրում այդ պահին արտաքին օրակարգեր թելադրող իշխանություններին հակառակվող մարդկանց։ Պարոն Գևորգյան, այս ստեղծված իրավիճակով մենք 2026 թվականի ընտրություններին ինչպես ենք գնալու, երբ բոլոր ընդդիմախոսները այսպես ազատությունից զրկվում են, վերջում 26 թվականին այսպես Նիկոլ Փաշինյանն է ինքն իրենով մասնակցելու ընտրություններին։ Եվ ինչ մտավախություններ ունեք նաև դուք, որովհետև կուսակցություն եք գրանցելու եւ պատրաստվելու եք ընտրություններին։ Ինչպես որ միշտ ենք ասում, անելու ենք ու հաղթելու ենք մեր ձևով, բայց այն ինչ կատարվում է, այո, մտահոգիչ է եւ վտանգավոր է մեր երկրում, երբ փորձվում է օրվա իշխանությունների կողմից ազատ խոսքը լրացվել եւ փորձում են այնպես անել, որ հակառակ տեսակետներ ունեցողները չկարողանան իրենց ձայնը բարձրացնել եւ ընտրությունների նախաշեմին էլ ընտրությունների գնալուց առաջ էլ ոչ մեկը երաշխավորված չէ, որովհետեւ բոլորիս ծանոթ է իրենց գործելավոճը, թե ինչ սկզբունքներով են իրենք աշխատում, այսինքն դաշտը մաքրել, որպեսզի թողնել իրենց հարմար տարբերակներ եւ այդ տարբերակների հետ գնան ընտրությունների, բայց ելի եմ ասում, արդարությունը վերականգնվելու եւ մենք ամեն բան անելու ենք, որ արդարությունը վերականգնվի եւ բոլոր քաղբանտարկյալները լինեն օր առաջ ազատության մեջ ու դրա վերաբերյալ էլ քայլեր են արվում միջազգային հարթակներում այդ հարցերը լսելի դարձնելու եւ ընդհանրապես հայ ժողովրդին մտահոգող հարցերը լսելի դարձնելու եւ բարձրաձայնելու համար եւ չպիտի հուսալքվենք, պիտի միասնական լինենք, պիտի հասկանանք, որ մեր գալիք ապագան կախված է մի շատ հանգամանքներից եւ այդ հանգամանքները, որոնք որ այսօր ստիպում են մեր երկրում տրամադրություններ փոխել արտաքին օրակարգի թելադրանքով, պիտի այնպես անենք, որ հայկական օրակարգը առաջնահերթ լինի եւ հայկական օրակարգով շարժվենք բոլորս։